Երեկ Գյումրիի համայնքապետարանից ձերբակալված 3 կանանցից մեկը ՔՊԱ-կան պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։ Ըստ քննչականի կրթության բաժնի 3 աշխատակիցները աշխատանքից ազատելու սպառնալիքով մյուսներին ցուցում են տվել, որպեսզի հրահանգեն իրենց ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին, երեխաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել Գյումրու քաղաքապետարան, թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին։ Հոկտեմբերի 20-ին, երբ իրավապահները կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալում էին Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին, իսկ քաղաքապետարանի դիմաց նրա աջակիցների հավաքն էր, տեղի ՔՊԱ-ականները տեսանյութեր էին հրապարակում փակ մանկապարտեզներից։ Պատգամավոր Կարեն Սարուխանյանն այսօր նախ զարմացավ, թե որտեղից մեզ նման տեղեկություն, որ ձերբակալվածը իր զոքանչն է, ապա հաստատեց. Ես չգիտեմ նման տեղեկատվություն ձեզ որտեղից, ես էլ եմ իմացել, այս պահին հստակ տվյալներ չունեմ։ Այսինքն ձեր զոքանչն է։ Վարդուհի Փիլոյանը իմ զոքանչն է, բայց թե ինչ կարգավիճակ եւ ինչի հետևանքով է իմ զոքանչը աշխատում է, այո, Գյումրու համայնքապետարանում առաջատար մասնագետ է և մնացած մանրամասներին այս պահին չեմ տիրապետում։ Սարուխանյանը հավելեց, կապ չունի ով է ձերբակալվածը, եթե կա օրենքի խախտում, պետք է պատասխանատվություն կրեն։ Իսկ ինչպես է ստացվել, որ Վարդան Ղուկասյանի ամենակոշտ քննադատի զոքանչն աջակցել է Վարդան Ղուկասյանին, արդյոք տարբեր հայացքներ ունեն։ Միանշանակ իմ զոքանչը հարում է մեր քաղաքական հայացքները և եթե նման բան էլ է եղել, միանշանակ այո ԿՊ-ի։ Սարուխանյանը պնդում է, թե զոքանչին պարտադրել են։ Իմ ունեցած տեղեկություններով համայնքապետարանի աշխատակիցներին, անկախ իրենց հայացքներից, որոշ պաշտոնյաներ պարտադրել են, ստիպել են, որպեսզի իրենք հեռախոսազանգեր կատարեն։ Մնացածը արդեն կպարզի համապատասխան մարմինները, դա արդեն մեր տիրույթի հարց չէ, բայց այն, որ պարտադրանքներ եղել է, դա ես իմացել եմ, որ ստիպել են այդ խառը իրավիճակում։ Ավելի վաղ էլ քաղաքապետի խորհրդականն ու բաժիններից մեկի ղեկավարին էին ձերբակալել, վաղը կլրանա 72 ժամը, նրանց կամ մեղադրանք է առաջադրվելու, կամ ազատ են արձակելու։ Թե ընդհանուր քանի ձերբակալված կա հոկտեմբերի 20-ին հարուցած քրեական վարույթի շրջանակներում, քանիսի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել ու խափանման միջոց ընտրվել, դեռ այդքան էլ հստակ չէ։ Քննչականից խոստացել են, ավելի ուշ տեղեկություն կտրամադրեն։ Իմի բերելով այս օրերին իրավապահների հայտնած տեղեկությունները, ստացվում է Գյումրիում հոկտեմբերի 20-ի իրադարձությունների հետևանքով ավելի քան 4 տասնյակ մարդ է ձերբակալվել շաբաթվա սկզբից։ Գործը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով, 15 հոգի արդեն կալանքի տակ է։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը երեկ հանրայինի եթերում անդրադարձավ հարցին, թե Վարդան Ղուկասյանի ձերբակալության ժամանակ ինչու էին այդքան շատ ոստիկաններ բերվել Գյումրի։ Քաղաքապետարանի շենք են գնացել խուզարկություն կատարող քննիչները, նրանց աջակցող օպերլիազորները եւ ոստիկանության որոշակի աշխատակիցներ, բայց ոչ մեծաթիվ։ Հետագայում, երբ որ process-ը ընթացքի մեջ էր, մենք ականատես եղանք, որ համայնքի ղեկավարի տեղակալների, այլ պաշտոնատար անձանց կողմից հրապարակային հայտարարություններ կատարվեցին, որով քաղաքացիներին կոչ էր արվում հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ, խոչընդոտել վարույթ իրականացնող մարմնի օրինական գործողություններին եւ արգելել, որպեսզի վարույթ իրականացնող քննիչը ի կատարածի անձին ձերբակալելու մասին որոշումը։ Այդ տվյալ պահից սկսած բնականաբար նոր ուժեր ներգրավվեցին, որպեսզի հնարավոր լիներ օրինական գործողությունների կատարումը ապահովել։ Իսկ թե ինչու չէին ծանուցել, որ իրավապահներին ներկայանա, ասաց թե մենք առաջին գործողությունը, որ անում ենք ոչ միայն այս դեպքում, այլ նաև բազմաթիվ այլ վարույթներով, դա խուզարկություններն են, այսինքն միաժամանակյա խուզարկություններ են կատարվում։ Սույն դեպքով եւս միաժամանակյա, եթե չեմ սխալվում, 10 եւ ավելի հասցեներում կատարվել են խուզարկություններ։ Խուզարկությունը բնականաբար ինքը իրենից արդեն իսկ ենթադրում է անակնկալ գործողություն, այլապես այն կհամարվեր ինքնանպատակ։ Անակնկալ գործողությունների դեպքում մենք չենք կարող վարույթի մասնակիցներին ծանուցել, որ այսինչ օրը, այսինչ ժամին գալու ենք ձեր մոտ խուզարկության կամ դուք ձերբակալվելու եք։
Ինչու են իրավապահները վազում ու վազեցնում նաև Վարդան Ղուկասյանին։ Հավանաբար նպատակը այն էր, որպեսզի այդ հավաքված բազմությունը հնարավորություն չունենար հասանելիություն ունենար Վարդան Ղուկասյանին։ Կաշառք ստանալու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանի փաստաբաններից Զարուհի Փոստանջյանը այսօր ահազանգել է, թե Գյումրիի քաղաքապետին եւս մեկ մեղադրանք են պատրաստվում առաջադրել։ Իրավապահներն առայժմ այս մասին տեղեկություն չեն հայտնել։